Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Այս թողարկման ընթացքում դիտեք։ Մեծածավալ խուզարկություններ ընդդիմադիրների բնակարաններում իրավապահները հայտարարում են սրբազան պայքարի կողմից ահաբեկչության և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների բացահայտման մասին։ Ընդդիմությունը սա քաղաքական հետապնդում է համարում։ Մոտ 2 տասնյակ մարդկանց շարքում ահաբեկչության իշխանության յուրացման մեղադրանք է առաջադրվել նաև Բագրատ arczepiskopos Գալստանյանին։ Նրան կալանավորելու միջնորդություն կա։ Երկու հոդված, մեկը 12, մեկը 15 առավելագույնը։ Երկու հանդիպում 20 օրում, ինչ են քննարկել առաջին նախագահն ու ամենայն հայոց կաթողիկոսն այսօր։ Սամվել Կարապետյանի պաշտպանները մտածում են նրան կալանավորելու հարցով Եվրադատարան դիմել։ Ադրբեջանի նախագահը Հայաստանն անվանել է ռազմական հանցագործ պետություն։ Դատապարտելի է այս հռետորաբանությունը։ Իրավապահներն առավոտից մտել էին սրբազան շարժման մի շարք անդամների բնակարաններ, խուզարկություններ ու ձերբակալություններ իրականացրել։ Ձերբակալվածների թվում է նաև վարչապետի հրաժարականի կոչով անցած տարի շարժում սկսած Բագրատ Սրբազանը։ Նրան նաև կալանավորելու միջնորդություն կա։ Քննչական կոմիտեն ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առիթով է գործահարուցել։ Իդեպ ժամեր առաջ, ինչպես պնդել են, նաև ապացույցներ հրապարակեցին։ Դրանց շարքում իշխանական Civic EM-ի երեկվա այսպես կոչված ընդդիմության հեղաշրջման պլանն է։ Ժամկետներ Civic-ի հրապարակման մեջ չէին երևում, թղթի այդ հատվածը ենթադրաբար ծալված էր։ Իսկ քննչական կոմիտեի տեղադրած լուսանկարի մեջ հստակ երևում է Փաշինյանին հեռացնելու ենթադրյալ գործողություններն անցած 2024 թվականին են վերաբերում։ Մինչ իրավապահները երեկ ուսումնասիրում էին ինչ անել հրապարակման հետ գործ հարուցել, թե ոչ, վարչապետ Փաշինյանը սոցցանցում կոնկրետ որակումներ էր անում, այդ պրոցեսը գնահատելով որպես մեջբերեմ ստահակների ձախողված հեղաշրջում։ Բագրատ Սրբազանի կեցավայրում վաղ առավոտից սկսած և ժամեր տևած խուզարկությունից հետո ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները ձերբակալեցին Սրբազան շարժման առաջնորդին։ Ավելի ուշ նրան մեղադրանք ներկայացվեց 2 հոդվածներով ահաբեկչություն և իշխանության յուրացում։ ԱԱԾ աշխատակիցները Սրբազանին նստեցրին Toyota մակնիշի քաղաքացիական մեքենա և բերման ենթարկեցին քննչական կոմիտե։ Մինչև մեքենա նստելը Սրբազան շարժման առաջնորդը իշխանությանը զգուշացրեց, քիչ ժամանակ է մնացել։ Չարիք, լավ լսի։ Ինչ էլ որ սարքելի ուզես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացի կգա։ Մինչև Բագրատ Սրբազանին ձերբակալելը քննչական կոմիտեն այսօր վաղ առավոտյան հայտարարություն տարածեց, պնդելով, թե մեջբերում եմ Սրբազան պայքարի շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Բագրատ Գալստանյանը նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է իշխանությունը ստանձնելու գործընթացն իրագործել սահմանադրությամբ չթույլատրված եղանակով։ Իրավապահների պնդմամբ այդ նպատակի իրականացման համար Գալստանյանը շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ։ Այս հայտարարությունից հետո արդեն քննչական կոմիտեն տարածեց մի շարք ձայնագրություններ, դրանք վերագրելով Բագրատ Սրբազանին։ Այդ ձայնագրություններում խոսվում է հնարավոր սպանությունների, մեքենաներով ճանապարհներ փակելու, հոսանքն ու ինտերնետը անջատելու պլանների մասին։ Այս ձայնագրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հատիկ առ հատիկ տարածել է Facebook-յան իր էջում։ Ընդ որում դրանց բովանդակությունը մեկնաբանելով Փաշինյանը հիշատակում է վեհափառի և կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի անունները։ Թե ինչպես էր Սրբազանը պատերի տակ գյուլում, գնդակահարում, անշուշտ կտրիճի օրհնությամբ և սամոների աջակցությամբ։ Դե էլ չասենք հոսանքի անջատումների սպոնսորը ով է։ Մեծ բարերար, աննկուն տեղափոխական և մեր ժամանակների գրաֆ Մոնտե Քրիստո, որ թքած ունի թե հեծի բաժանորդների վրա։ Հերթական շոուներ, մասկի շոուներ, ինչպես տեսա, երեկվա պլանի հետ կապված
Պարզ է, որ այսօր նման տիպ գործողություն կատարվելու է։ Ձերբակալված Բագրատ Սրբազանի փաստաբան Սերգեյ Հարությունյանն, ով ժամեր շարունակ ներկա էր Սրբազան շարժման առաջնորդի կեցավայրում տեղի ունեցած խուզարկություններին, պնդում է, որևէ իրեղեն ապացույց չի հայտնաբերվել, որը կհիմնավորեր իրավապահների կողմից ներկայացված մեղադրանքները։ Միակ ահաբեկչության հետ կապված ահաբեկող նյութը, որ կարող է Սրբազանի տանը հայտնաբերեին, դա Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան չէր կարող է տեղ լինել։ Լրագրողների ներկայությամբ իրավապահները Բագրատ Սրբազանի կեցավայրից դուրս էին բերում տարբեր փակարգեր ու պարկեր, որոնց պարունակությունը չէր երևում։ Տեսանելի էին միայն գունավոր ծուխ արձակող սարքերի մի քանի տուփեր։ Հա, այդ այն ծախերից են, որը յուրաքանչյուր քաղաքական ակցիայի ժամանակ լինում է, մանուշակագույն, եւ որը, եթե հիշում եք, ներկայիս վարչախումբը ազգային ժողովում 18 թվականին, թե ինչպես էր ծխում։ Սրբազան շարժման առաջնորդի կեցավայրից առգրավեցին նաև եռանկյունաձև մեկ ճանապարհային նշան, որը նույնպես իրավապահները խնամքով տեղավորեցին Բեռնախցիկում։ Կարծում եմ յուրաքանչյուր բարեխիղճ վարորդի մեքենայում այդպիսի նշան կա, երբ որ ասենք մեքենան խոտանվում է, պետք է հանի դնի։ Առգրաված իրերի մեջ էին նաև մի քանի տնտեսական ձողեր, որոնք փաստաբանի խոսքով քաջ ծանոթ են տնային տնտեսուհիներին եւ կիրառվում են տան մաքրության համար։ Կենցաղային գետնի շորի ձողն է, որը յուրաքանչյուրի տանը կա, բայց իրենք համարեցին դա ձող, հա, այն դեպքում, որ, չգիտեմ, 10 տարեկան երեխան անգամ կարա դա կոտրի, որովհետև դա բարակ թիթեղ է։ Հեռախոսը առգրավել է։ Այո, բոլոր հեռախոսները, բոլոր կրիչները, ամեն ինչ։ Բագրատ Սրբազանի հետ միասին այսօր ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները նույն վայրում ձերբակալեցին եւս մեկ հոգեվորականի Հրայր Սարգսակյանին եւ Բագրատ Գալստանյանի աջակիցներից մեկին՝ Մովսեսին։ Պիտի անեիք այստեղ։ Ինչ որ հակատանկային բաներ պետքա բերենք, տանկերը պայթեցնենք, տենց ձևակերպում են արել։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հրապարակեց շուրջ 9 տասնյակ խուզարկությունների հետևանքով հայտնաբերված զենք զինամթերքի լուսանկարներ։ Սրբազան շարժման անդամները սակայն պնդում են դրանք օրինական են եւ այդ մասին են վկայում քննչական կոմիտեի հրապարակած լուսանկարներում երևացող վկայականները։ Սրբազան պայքարի անդամ դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանելյանն էլ այսօր նշում էր, ինքն էլ օրինական զենք ունի եւ դա ոչինչ չի նշանակում։ Կան օրենքի շրջանակներում զենքեր, որոնք որ մեզ են պատկանում, դա օրենքով է նախատեսված էլի։ Ոչ օրինականի մասին, ապօրինի զենք զինամթերք կարծում եք չի հայտնաբերվել։ Ոչ, դուք ունեք օրինական։ Այո։ Դուք ունեք։ Ինչի զարմացա, Հայաստանում ով օրինական զենք չունի։ Քննչական կոմիտեի իրեղեն ապացույցների շարքում նաև մի փաստաթուղթ է հրապարակվել, որում հանրությանը ծանոթ անձանց անուն-ազգանուններ են իրենց պաշտոններով։ Դրանցից մեկը Ռուբ Մելիքյան անունն է, որի տակ նշված է Արդարադատության նախարար։ Մենք զանգահարեցինք իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, նա տեղյակել չէր, որ նման փաստաթուղթ է հրապարակվել։ Ամեն դեպքում ակտիվ իրավապաշտպան գործունեություն իրականացնող եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց շահերը պաշտպանող Մելիքյանը պնդեց, իրեն ճանաչողները գիտեն, որ ինքը որևէ պաշտոնի ձգտում չունի եւ երբ նույնիսկ իր հետ նման խոսակցություն փորձում են ծավալել, ինքը դադարեցնում է այդ քննարկումները, դրանք անընդունելի համարելով։ Սրբազան շարժման առաջնորդը ձեր հետ չի խոսել ամեն դեպքում այս թեմայով։ Դե բնականաբար ոչինչ ասել։ Եվ մի հարց էլ ունեք մտավախություն, որ գուցե դուք էլ բերման ենթարկվեք կամ ձերբակալվեք։ Ունեմ մտավախություն, թե չունեմ մտավախություն, ես մեծ հաճույքով ցանկացած ռեպրեսիայի պատրաստ եմ, համարում եմ, որ այս իշխանությունների կողմից հետապնդվելը մեծ երանություն է, թե որպես հայ, թե որպես քրիստոնյա եւ թե որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Իդեպ քննչական կոմիտեն որպես իրեղեն ապացույց տարածել է նաև այսպես կոչված հեղաշրջման պլանի լուսանկարը։ Եվ եթե իշխանական լրատվամիջոցը Civic-ը այդ նույն փաստաթուղթը 3 առաջինը հրապարակելով փակել էր այդ պլանի ժամկետը, ապա այսօր քննչական կոմիտեն այն բաց ներկայացրել է։ Գործողության ժամկետը նշված 2024 թվականի հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 30-ը։ Այսինքն հեղաշրջման պլանը ըստ քննչականի հրապարակած լուսանկարի նախատեսված էր անցած տարվա համար։ Հիմա ուղիղ կապ հաստատենք Ավանի դատարանի մոտ աշխատող Ռոբերտ Զարգարյանի հետ։ Ռոբերտ, բարի երեկո, ըստ փաստաբանի Բագրատ arczepiskopos Գալստանյանի կալանքի միջնորդությունը հենց այդ դատարանում է քննվելու, այն արդեն մեկնարկել է։ Բարի երեկո Աստղիկ, ոչ նիստը դեռևս չի մեկնարկել, իմ հետևում գտնվող Ավանի դատարանում արդեն 2 ժամից մի փոքր էլ պակաս ուղիղ 22-ին կմեկնարկի կալանքի միջնորդության հարցը, այդ մասին քիչ առաջ
նրա փաստաբանը տեղեկացրեց, հիմա արդեն դատարանի հարակից հատվածում հավաքվում են նրա աջակիցները, իսկ դատարանի բակում էլ ոստիկանության ներկայացուցիչների եմ տեսնում, այս պահին կարելի է ասել այստեղ սպասողական վիճակ է, Աստղիկ։ Ռոբերտ, փաստաբանների հետ հաջողվեց քեզ զրուցել, իրավապահներն ինչու են կարծում, որ նա պետք է կալանավորվի։ Առավոտյան, երբ նրա բնակության վայրն էին խուզարկում, փաստաբանը պնդում էր, խուզարկության ժամանակ իրեղեն ապացույցներ չեն հայտնաբերվել, որը կհիմնավորեր ներկայացված մեղադրանքները։ Աստղիկ, ոչ այս պահին այստեղ փաստաբանների հետ զրուցել առայժմ չի հաջողվել, որովհետև նրանք դեռ չեն եկել, ենթադրում եմ, որ նիստի մեկնարկից րոպեներ առաջ արդեն նրանք այստեղ կլինեն եւ կփորձենք հարցեր ուղղել, շատ մանրամասներ այս պահին հենց բուն նիստի վերաբերյալ չկան, կփորձենք ընթացքում աշխատանքի ընթացքում նոր մանրամասներ հայտնել, փաստաբանները փոխարենը ժամեր առաջ արդեն քննչական կոմիտեի առջև իրենց ունեցած տեղեկություններով կիսվեցին, նախ հայտնեցին, որ Բագրատ Սրբազանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, սա քաղաքական հետապնդում է համարում, բացի դրանից հրապարակված այդ հայտնի ձայնագրությանը անդրադարձան, ասելով, որ կարծում են, որ ձայնը այնտեղ մոնտաժված է, թե ինչ էին խոսում քննչականի բակում, առաջարկում եմ հիմա դիտել։ Քսանչորս ժամյա ռեժիմով ձերբակալվել են, 24 ժամվա ընթացքում պետք է տանեն դատարան, կալանքի միջնորդություն է ներկայացվելու։ Այո, կարծում եմ հենց առաջնային իրենց գերխնդիրը, բացի հասարակության մոտ այսպիսի տպավորություն ստեղծելուց, երկրորդ կարևորագույն խնդիրն է կալանքի միջոցով մեկուսացնել այն անձանց, այն գործիչներին, որոնք հեղինակություն են վայելում եւ որոնք կարող են այս պահի դրությամբ առաջիկա մարտահրավերների պարագայում ինչ-որ առումով ընդվզեն կամ ինչ-որ առումով իրենց դժգոհությունը հայտնեն։ Կարճ ընդհանրապես ասեմ, որ այն հաղորդագրությունը, որ տարածել է քննչական կոմիտեն, այդ փաստերը չեն համապատասխանում իրականությանը, եւ այն ձայնագրությունները, որոնք արդեն լսել եք, դրանց բովանդակությունը չի արտահայտում իրականությունը։ Այսինքն մանրամասները կհասկանանք, դրանց գուցե ամբողջությամբ, գուցե առնվազն մի մասը անձամբ գոնե ոչ մասնագետի համար այդ ձայնագրությունները լսելուց հասկանալի է, որ այնտեղ ընդհատումներով է գնում եւ ակնհայտ մոնտաժված ձայնագրություններ են։ Արդյոք դրանք նաեւ այլ եղանակով մշակված գեներացված են, դեռ գործի քննությունը ցույց կտա։ Քանի տարի է սպառ։ Հոդվածը երկու հոդված է, մեկը 12, մեկը 15 առավելագույնը, բայց իրականում այս հոդվածներն էլ ակնհայտ արհեստական են ձևակերպված, շատ իրավաբաններ արդեն դրա մասին դիրքորոշում հայտնել են, որ նույնիսկ իրենց նշած տեքստի գիտությունը ընդունելու ճշմարիտ համարելու փորական միևնույն այս հոդվածներով մեղադրանք չէր կարող առաջադրվել։ Պարոն Խուդայան, դուք Սրբազանի հետ արդյոք հնարավորություն ունեցաք քննարկել հրապարակված ձայնագրությունները, թե ոչ։ Այն ինչ որ տեղի ունեցել ներսում, այս բանը չեմ կարող հրապարակել, իրեն ներկայացրել եմ դրանց բովանդակությունը, նշել է, որ որևէ նման գործողություն պլանավորված չի եղել։ Ռոբերտ, քննչական կոմիտեի հրապարակած վերջին տեղեկություններով 16 հոգու է մեղադրանք առաջադրվել, 14-ը ունեն ձերբակալվածի կարգավիճակ։ Հայտնի է կալանավորելու քանի միջնորդություն կա դատարաններում։ Աստղիկ, ես քիչ առաջ նույն հարցը տվեցի քննչական կոմիտեի խոսնակին, ասաց, որ 16-ի համար էլ կալանքի միջնորդություն է ներկայացվել։ Դատարաններ, թե սրանցից քանիսը կբավարարվեն կամ կմերժվեն, արդեն այս քննության ընթացքում պարզ կդառնա, կոնկրետ Բագրատ Գալստանյանի կալանքի միջնորդությունը կքննվի արդեն 1 ժամ 45 րոպեից։ Աստղիկ, շնորհակալություն Ավանի դատարանից Ռոբերտ Զարգարյանն էր փոխանցում։
Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն հետ այսօր զրուցել ենք, պնդում էին, թե չեն լսել քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրությունները։ Հայտարարում էին, որ դա իշխանության քաղաքական հետապնդումների ծրագրի մի մասն է։ Իշխանությունը մինչդեռ ավելի վստահ է պնդում, այդ ձայնագրությունները վկայում են, որ սրբազան շարժումը ահաբեկչություն էր պլանավորում։ Երեկվա այդ պլան անունով իբր փաստացի հրապարակման նման ամեն ինչ էլ կարելի է մոգոնել, հատկապես այս իշխանությունները դրա փայլուն մասնագետն են ու այս տարիների ընթացքում այնքան նման կեղծիքներ են հրապարակվել եւ երկրորդը ձայնագրությունները նախաքննական մարմինն ասում է գաղտնի է, բայց ձայնագրությունները իր սիրելի սրտի վարչապետի Facebook-յան էջով շարժարան գնում են։ Իրականում այս ամբողջը նույն վախի մթնոլորտու արդյունքում իշխանությունների կողմից արդեն բացահայտ, եթե նախկինում իշխանությունը փորձում էր գաղտնի կերպով հանձնարարականներ տալ իրավապահ մարմիններին, արդեն հիմա Facebook-յան էջերով են հանձնարարականները հնչում եւ ուղղակի այդ քաղաքական հետապնդումների արդյունք է։ Ամեն դեպքում հնչում է նաև ձեր խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի անունը, որ նա էլ ինչ որ մասնակցություն պիտի ունենա։ Նորից եմ կրկնում, այնքան անլուրջ է այս ամենը, որ ինչ որ ձայնագրություններ, իբր ձայնագրություններ մեջ դետալ խորանալը, ուղղակի անիմաստ պահանջ է ժամանակի։ Որևէ հանդիպում կամ քննարկում, որը ես ունեցել եմ Բագրատ Սրբազանի հետ, երբևէ չի պարունակել ինչ որ մի բան, որը խնդիր կունենար քրեական օրենսգրքի հետ։ Ես նրանից երբևէ չեմ լսել որևէ բան, որը նա չի ասել հրապարակային հարցազրույցների ընթացքում։ Ինչ վերաբերում է առհասարակ ձայնագրություններին, ամբողջությամբ չեմ լսել դրանք, բայց գիտեք, իրավապահների վերջին 7 տարիների գործունեությունը առնվազն շատ մեծ կասկածի տեղիք են տալիս ընդհանրապես դրանց իսկության, մոնտաժված լինելու, այստեղից այնտեղից կպցրած որևէ հատվածներ իրար միացնելու եւ նման տպավորություն ստեղծելու մասով եւ շատ լուրջ կասկածներ ունեմ, որ այս դեպքում էլ այդ ձայնագրությունները ավելի շատ վախ սերմանելու համար են ընդդիմադիր որևէ գործողություն, շարժում նսեմացնելու, արժեզրկելու համար է արվում։ Չեմ կարծում, թե Բագրատ Սրբազանի ճանապարհում ահաբեկչության կամ դրան նմանվող ինչ-որ նախաձեռնություններ են եղել եւ 2024 թվականին եւ 25 թվականին ամենայն դեպս իր խոսքը հնչեցվող եւ նաեւ իր հանդիպումները իմոտ այլ տպավորություն երբևէ չեն ստեղծել։ Ես կարծում եմ, որ Բագրատ Սրբազանի եւ նաեւ մեծ թվով այլ մարդկանց նկատմամբ ում այսօր հետապնդման են քաղաքական այդ վաղուց թիրախում են եղել, փորձել են մի հատ մեծ գործ շինել, դրել են հոդված, որը բավականին ծանր է եւ հարության համար եւ դրսից կարող շատ մեծ, այսպես ասեմ, անհանգստացնող բան լինի։ Դա արել են երևի, որ այս իրենց ընդհանուր շինչու գործը ավելի ամբողջական կայացնեն։ Նրանք պետքա չդատապարտվեն նրա համար, որ փորձում էին ավտոբուսների մեջ մարդկանց վառել օրինակ։ Դրա համար պետքա պատասխանատվություն կրեն, թե չէ թե դա քաղաքական հետապնդում է։ Կամ ամբողջ երկրի ինտերնետն էին, որ փորձում անջատեն։ Այդ ինչ քաղաքական ակցիա, որի համար պետքա ինտերնետը անջատել։ Ակնհայտ է, չէ՞ որ խոսքը տերորիզմի մասին է։ Սայթերը կոտրել, հակերային հարձակումներ անել, բան։ Դասական տերորիզմի ծեռագիր է, դասագրքային ուղղակի տերորիզմի ծեռագիր է ուղղակի սա։ Ու սրա համար նրանք կրելու են պատասխանատվություն։ Երկար տարիներ արևը տեսնելու են մենակ ճաղերի հետևից։ Կա կարծիք, որ դրանց իսկությունը դեռ պետք է ստուգվի, այդ ձայնագրությունները հնարավոր է որ սարքված լինեն, ամեն դեպքում առերևույթ Լավ, հա, եղավ, շատ բարի։ Քննչականը նստել ձայնագրություն ասարքել, հա։ Եղավ, ֆանտաստիկա ուղղակի իրանց մտածելակերպը, ինչ ասեմ, այդ ծիծաղելի թեզերով թող գնան փորձեն ինչ որտեղ պաշտպանվել, ցանկացած փորձագիտական եզրակացություն ինձ թվում է շատ հեշտ հասանելի է բոլորի համար ուղղակի։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Երկու հանդիպում 20 օրում, ինչ են քննարկել առաջին նախագահն ու ամենայն հայոց կաթողիկոսն այսօր։ Սամվել Կարապետյանի պաշտպանները մտածում են նրան կալանավորելու հարցով Եվրադատարան դիմել։ Ադրբեջանի նախագահը Հայաստանն անվանել է ռազմական հանցագործ պետություն։ Դատապարտելի են այս հռետորաբանությունը։
Թեև քննչականի հրապարակած ձայնագրություններում Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի անունը չէր հիշատակվում, բայց վարչապետ Փաշինյանն իր սոցցանցային գրառումներում այսօրվա իրադարձությունները կապում է նաև նրա եւ կաթողիկոսի հետ։ Մինչ այդ Կարապետյանի պաշտպանները քննարկում են նրան կալանավորելու հարցը Եվրադատարան հասցնել։ Առաջին ատյանի դատարանի որոշումը 2 ամսով կալանավորել Կարապետյանին, նրա պաշտպանները որոշեցին վերաքննիչում չբողոքարկել, պատճառաբանելով, թե չեն վստահում այն դատավորին, որին մակագրվել էր դիմումը։ Մեր ինքնական չի։ Ոնց է, դա ինքնական չի, ցույց տվել ենք արդեն։ Հիմա ցույց տուր։ Ցույց տվել ենք մի քիչ առաջ գործընկերը վերես հստակ ցույց տվել տեղադրման թույլտվությունը ցույց տվել։ Հիմա դուք փաստացի ապօրինի մեր իրերը վերս տանում եք։ Արգերից ցույց չեն տվել։ Վերահսկողական հետևանքներով հանդերձ։ Գիտակցում եք ցույց չեն տվել։ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները եկել էին Հյուսիսային պողոտայի գովազդային էկրանների հետևից, որոնց վրա Սամվել Կարապետյանի լուսանկարն էր ու գրառումը։ Ազատություն Սամվել Կարապետյանին։ Վահանակները տեղադրված էին գործարարին պատկանող Տաշիր Սթրիթ մոլի մուտքերի մոտ։ Չափորոշիչների մի կետով հստակ նշված է, որ այդ չափորոշիչները, որոնք որ նախորդին ունեցել են թույլտվություն, կարող են մնալ մինչև 23 թվականի ավարտ։ 24 թվականին այդ վահանակները կամ պետքա չափով համապատասխանեցվեն չափորոշիչներին կամ պետքա ապամոնտաժվեն։ Նա երկու կարևոր բան նշեմ, էլի, նախ այս խնդիրը ի հայտ եկավ այն ժամանակ, երբ որ Սամվել Կարապետյանի նկարը հայտնվեց այստեղ, եւ երկրորդը ավականու որոշմամբ չի կարող մարդու սեփականության իրավունքի մեջ ամտող որևէ որոշում կայացվի։ Քաղաքապետարանի գովազդի վարչության պետը պնդում էր, թե ինքնակամ են տեղադրվել վահանակները, չափորոշիչներին չեն համապատասխանում։ Կարապետյանների ներկայացուցիչը վստահեցնում էր, փաստաթղթեր ունեն օրինական հիմք եւ այդ նույն վահանակների վրա քաղաքապետ Տիգրան Ավինյանի լուսանկարն էլ է եղել, ինչ փոխվեց, երբ կալանավորված Կարապետյանի լուսանկարը հայտնվեց։ Որոշ ժամանակ առաջ նաև Տիգրան Ավինյանի պատկերով գովազդային վահանակներ տեղադրված։ Այդ ժամանակ խնդիր չեք տեսնում։ Բանավեճն էլ չօգնեց, քաղաքապետարանի աշխատակիցները տարան էկրանները։ Սեփականության իրավունքի ոտնահարում եք, հենց հիմա դուք իրականացնում։ Օրեր առաջ էլ, երբ կալանավորում էին Ռուսաստանաբնակ գործարարին, նրա բիզնեսներից Տաշիր պիցցայի մասնաճյուղեր փակվեցին։ Սննդի անվտանգության տեսչությունը օպերատիվ ստուգումներ էր անում ու խախտումներ արձանագրում։ Անգամ տեսչությունից էին Ազատության հետ զրույցում հաստատել, որ այս մասշտաբի խախտումներ նախկինում չեն հայտնաբերել։ Այս քանակով մասնաճյուղերի աշխատանքը չէին դադարեցրել։ Տաշիր գրուպի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը Ազատության հետ զրույցում ասել էր 250 աշխատատեղ է փակվել։ Այս պահին եղած 250 աշխատատեղ փակ է։ Տաշիր ընկերությունների սեփականատերը ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում է։ Արմավիր քրեակատարողական հիմնարկից 3 են տեղափոխել։ Տեսակցությունները սահմանափակված են։ Միայն մերձավոր ազգականները կարող են տեսակցել ամիսը 2 անգամ։ Գործարար Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը պաշտպանական խումբը քննարկում է հրատապ կարգով բողոքարկել Եվրոպական դատարանում։ Ազատության հետ զրույցում ասաց պաշտպանական խմբից Ռուբեն Հակոբյանը։ Քննարկում եղել է, որ պետքա ներկայացվի հրատապության կարգով։ Թե երբ կդիմեն միջազգային ատյաններ, դեռ չեն հստակեցնում։ Պաշտպանական խումբը դիմել էր վերաքննիչ դատարան, բայց մեկ օր անց հրաժարվեց դատավորին չվստահելու հիմնավորմամբ։ Գործը մակագրվել էր դատավոր Արմեն Դանիելյանին։ Գործարար Սամվել Կարապետյանը կալանավորվեց 6 օր առաջ Հայ առաքելական եկեղեցին պաշտպանելուց ժամեր անց։ Նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչերի համար։ Քրեական գործը շինծու է, ապօրինի, աբսուրդ, պնդում է Կարապետյանի պաշտպանական խումբը։ Կատարվողը որակում են քաղաքական հետապնդում։ Անգամ կալանքի խիստ ռեժիմը անհամաչափ է առաջադրված հոդվածի դեպքում, որ միջին ծանրության է, ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Մենք գտնում ենք, որ առհասարակ երթավյալ հանցանք գոյություն չունի, մենք վիճարկել ենք եւ որ հանցագործությունն է տեղի ունեցել, եւ որ դրան առնչություն ունի, եւ հիմքերը ամեն ինչ վիճարկել ենք, նաեւ այդ տեսակցությունների պահը։ Գտնում ենք, որ ակնհայտ անհամաչափ է այդ հարկադրանքի կիրառումը։ Փաստաբաններից Արամ Վարդևանյանն էլ Ազատության հետ զրույցում ասել էր, թե դատարանի որոշման մեջ հիմնավորված չէ, ինչու է ծայրահեղ միջոցը կալանքը կիրառվել եւ ինչու այդ ռեժիմով։ Գործարարին առաջադրված հոդվածով պատիժը տուգանքով է կամ ազատազրկմամբ։ Նախատեսված է 1 ամսից մինչև 3 տարվա ազատազրկում կամ տուգանք նվազագույն աշխատավարձի 20 պատիկից 50 պատիկի չափով։
Ռուսաստանաբնակ գործարարի կալանքին ակտիվ արձագանքում են Մոսկվայից։ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է եւ Մոսկվան Երևանի հետ կապի մեջ է այդ հարցով։ Այսօր ասել է Կրեմլի խոսնակը։ Իշխանամերձ շրջանակները Սամվել Կարապետյանին համարում են Կրեմլի պրոյեկտ եւ մեկնաբանում են, թե նրա միջոցով Ռուսաստանը ձգտում է իշխանափոխություն անել Հայաստանում։ Այս մեղադրանքը մանիպուլյացիա է որակել Կարապետյանի եղբոր որդին։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Չնայած Սամվել Կարապետյանի կարճ տեսանյութը եկեղեցին Փաշինյանի արշավից պաշտպանելու մասին էր, բայց վարչապետը հեղաշրջման պլանի շրջանակում այսօրվա իր գրառումներում նաև նրա անունն էր հիշատակում, թե դա կատարվելու էր մեջբերեմ, կտրիչի օրհնությամբ ու սամոների աջակցությամբ։ Նիկոլ Փաշինյանը նկատի ունի կաթողիկոսին ու Սամվել Կարապետյանին։ Կարապետյանները Փաշինյանի այս գրառումներին դեռ չեն արձագանքել։ Վարչապետն առայժմ չի հրապարակել, թե ինչ փուլում է կաթողիկոսին հեռացնելու իր ձեռնարկը, բայց կան այս հարցով ոգևորված մարդիկ, այդ թվում հոգևորական, որոնք պատկերացնում են այն սխեման, որով կաթողիկոսը կիջնի գահից։ Գործողություններն ի դեպ Մայրաթոռի տարածքում չեն ծավալվում։ Ամենայն հայոց կաթողիկոսը այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տուն է գնացել։ Վարչապետ Փաշինյանի հռչակած հակակաթողիկոսական արշավի այս 27 օրերի ընթացքում սա երկրորդ հանդիպումն է։ Զրուցել են 1 ժամ, կարճ հաղորդագրություն առաջին նախագահի խոսնակն է տարածել։ Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է. Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Խոսք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը որպես Հայաստանի քաղաքացի նա ունի։ Տեր-Պետրոսյանի գնահատմամբ Փաշինյանը պարտության մարմնավորում է եւ պարտվելու է նաև եկեղեցուն հայտարարած պատերազմում, թե վարչապետն ու թե նրա թիմակիցները անընդհատ պնդում են եկեղեցին չէ իրենց թիրախում, այլ այդ ինստիտուտը պղծող հոգևորականները, իրենք հենց եկեղեցին մաքրելու գործն են ձեռնարկել։ Առաջին օրը, որ ես այդ հայտարարությունը տեսա, դակավին վարչապետի մելանը չչորցած, արդեն ես դիմումնակիրը գրեցի։ Ամիսներ առաջ Մայրաթոռը կարգալույծ է հռչակել Վառնայի հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմեն Քահանա Մելքոնյանին։ Նա սակայն շարունակում է պաշտոնավարել իր խոսքով տեղի հայ համայնքի ու թեմական խորհրդի ցանկությամբ։ Քահանան առաջինն է դիմել Փաշինյանին կաթողիկոսի փոփոխության համակարգող խորհրդում ընդգրկվելու համար։ Արդեն զրուցել են վարչապետն ու ինքը, բայց մանրամասներ չի ասի։ Քահանան բացատրեց, թե ինչպես են ծրագրում փոխել կաթողիկոսին։ Նախ ազգային եկեղեցական ժողով կհրավիրեն։ Հենց իրենք։ Մենք որպես այս ազգի զավակները, այս եկեղեցու զավակները, մենք հետևաբար ներկայացնում ենք ազգային եկեղեցական այս ժողովը։ Հայ առաքելական եկեղեցու կանոններով եկեղեցական ժողովն է այս հարցերով զբաղվում, իսկ այդ ժողովը կամ կաթողիկոսը պիտի հրավիրի կամ եպիսկոպոսները։ Քահանան սակայն այստեղ խնդիր չի տեսնում, որովհետև ըստ նրա եկեղեցին ժողովուրդն է, ստացվում է վարչապետի գլխավորությամբ ազգային եկեղեցական այլընտրանքային ժողով է հրավիրվելու։ Հետո նախ դեղաբահ պիտի ելա, այդ դեղաբահը պիտի պատրաստի այդ ընտրությունները։ Տեղապահ ընտրվում է, երբ կաթողիկոսը գահից հրաժարվում է կամ վախճանվում։ Երկուսն էլ տեղի չի ունեցել։ Ինչպես է տեղապահ նշանակվելու, եթե կաթողիկոսը վեհարանում է։ Մեզ համար տապուրի հաշվով է։ Ուղղակի քայլող թիակն է։ Իսկ ով կարող է տեղապահ լինել ըստ Արմեն Քահանա Մելքոնյանի ոչ մի պայման չկա, որ եպիսկոպոս լինի, կուսակրոն լինի, նույնիսկ կարող է մինչև այդ ընտրությունը հոգևորական չլինել։ Կարող է նույնիսկ աշխարհական լինի, որ հրավիրվի հոգևորական լինելու եւ սպառեցնելու այդ պաշտոն։ Քահանան չի կարծում, որ սրանով կստացվի Հայաստանի վարչապետն է իր իսկ ձևավորած համակարգող խորհրդով կաթողիկոս ընտրում։ Այդ խորհուրդն ինքը չի նախագահի պնդում է։ Ինքը միջոցն է։ Ինքը բարձրապես միջոցն է, որովհետեւ այս գործընթացը առաջ գնա։ Վտանգավոր քայլ է ձեռնարկել Փաշինյանը ըստ Քահանայի, բայց վստահ է վարչապետը ունի ծրագիր։ Ինքը օդից չի խոսում վարչապետը։ Եթե ինչ-որ մի ծրագիր չկա, մշակված բան չկա, խոսեն չենք պագելու էջ միածնի դռները եւ ասենք, որ վերջիո մենք հիմա չունենք
միապանություն չունեն։ Արմեն Քահանա-Մելքոնյանը 2018-ին էլ ակտիվ էր, երբ նախաձեռնվել էր Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը։ Ասում է, այդ ժամանակ ջանքերն անհատական էին, ոչինչ չստացվեց։ Այժմ, երբ երկրի ղեկավարն է կաթողիկոսին գահից իջեցնելու գործը սկսել, անհույս չէ։ Իդեպ պատմում է, որ այն ժամանակ Մայրաթորի 5 եպիսկոպոսներ պատրաստ էին միանալ իրենց, բայց բանը դրան չհասավ։ Այսօր առայժմ Մայրաթորի միաբանները տարբեր թեմեր իրենց աջակցությունն են հայտնում Կարեգին երկրորդին, շարքերում առայժմ ընդվզող քահանաներ էլ չկան։ Անցած շաբաթ, երբ վարչապետ Փաշինյանը Ստամբուլում էր, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանից նրա հետ հանդիպմանը մասնակցող չկար, աթորանիստ եկեղեցում դիմավորող չկար։ Պոլսո պատրիարքարանն այսօր բացատրել է, թե ինչու, եղածը բնորոշելով արդար հակազդեցություն։ Աշխարհի հայերի մեծ մասը առաքելական եկեղեցու հետևորդներ են, իսկ Հայաստանի վարչապետը հայհոյախառն ու գրգռիչ ոճով է խոսում եկեղեցու դեմ, կաթողիկոսին է պարսավում, գրել են։ Պատրիարքական աթոռս հարմար դատած է իր արդար հակազդեցությունը ցույց տալ մեծահարկ պարոն վարչապետին եւ ցոլացնել, թե արկա ձգտյալ վիճակը ոչ միայն Հայաստանի, այլև Սփյուռքի մեջ եւս առաջացուցած է բացասական մթնոլորտ եւ դժգոհության հոսանք։ Այլապես, ինչպես անցյալ շուրջ 35 տարիներուն, այսօր ալ պատրիարքական աթոռս բոլորանվեր ձևով կխրախուսե Թուրքիա-Հայաստան հարաբերությունների բնականոնացման գործընթացը։ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը Հայաստանի վարչապետին դիմում է վսեմաշուք մեծահարկ բառերով, մաղթում, որ օր առաջ համերաշխություն հաստատվի։ Խոստանում են այդ ժամանակ ոչ միայն պատրիարքական աթոռի, այլև եկեղեցու աշխարհասփյուռ զավակների սրտի դռները կբացվեն վարչապետի առջև։ Այլ թեմաների մասին Ադրբեջանի նախագահը Հայաստանի նոր մեղադրանքներ է ներկայացնում։ Խաղաղության պայմանագիրը պատրաստ է, բայց վերջին շտրիխը ստորագրությունը դնելու համար Բաքուն նախապայմաններ ունի։ Իշխանությունից Ալիևի վերջին հայտարարությունները դատապարտում են, բայց ավելի կարևոր համարում, թե ինչ է խոսվում բանակցային սեղանի շուրջ, ոչ թե ենթադրաբար ներքին լսարանի համար։ Ադրբեջանի նախագահը Հայաստանը անվանել է ռազմական հանցագործ պետություն։ Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Իլհամ Ալիևի Հայաստանին ուղղված հերթական մեղադրանքներին։ Երեկ Մինգեչաուրիի շրջանում էլեկտրակայանի բացմանը Ալիևը նաև պնդել է, թե Հայաստանը Ղարաբաղյան առաջին եւ երկրորդ պատերազմների ընթացքում հրետակոծել է ադրբեջանական քաղաքները, սպանել խաղաղ բնակիչներին։ Ըստ նրա, Երևանի նպատակն էր կատվածահար անել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքները։ Ermənistan, o cümlədən Mingəçeviri bombalamaq Այս տարածքի վրա անկած արկերն ու հեռահար հրթիռները դրա ապացույցն են։ Սա ագրեսիա էր քաղաքացիական բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Սա ռազմական հանցագործություն է։ Հայաստանի ռազմական հանցագործությունները սրանով չեն սահմանափակվում։ Uzaq mənzilli raketlər bunun əyani sübutudur. Մինչ արտգործնախարարությունը լուր է ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ՔՊԱ-ական անդամ Հասմիկ Հակոբյանն է արձագանքում Ալիևի մեղադրանքներին։ Իշխանական падգամավորի գնահատմամբ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները դատապարտելի են եւ չեն բխում խաղաղություն հաստատելու օրակարգից։ Եթե մենք հետ գնանք ու սկսենք մեկնաբանություններ տալ, ապա շատ մոտ է ընդամենը 1-2 տարի առաջ էր, երբ թիրախավորված քաղաքացիական Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ուրեմն օբյեկտները, մարդիկ թիրախավորվեցին, էթնիկ զտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, հայաթափվեց 100,000-ից ավել ուրեմն բնակչություն ունեցող տեղանք եւ եթե մենք այս հռետորաբանության գնանք, ապա շատ ավելի թարմ իրադարձություններ կան, որոնց կարող ենք մատնանշել։ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական լիակատար վերահսկողությունից հետո Հայաստանի իշխանությունը Արցախի հարցը հանել է բանակցային օրակարգից։ Հակոբյանն այսօր շեշտեց, թե իրենք քաղաքական կամք եւ վճռականություն են ցուցաբերել, նստել բանակցությունների խաղաղության օրակարգի շուրջ։ Պատգամավորը սակայն չթաքցրեց, Ադրբեջանն այս հարցում կառուցողական չէ։ Այս դեպքում իհարկե ավելի է բարդանում, բայց հենց խաղաղության համաձայնագիր ունենալը, այդ 17 կետերը ֆիքսելը եւ դրա տակ ստորագրելը հենց այն պատճառով է, որ մի կողմը կառուցողական չի տրամադրված։ Դրա համար էլ մեզ պետք են հավելյալ երաշխիք, օրինակ կնքված փաստաթուղթ երկրի ղեկավարի կողմից, իրենց կողմից։ Həm Xocalı soyqırımı, həm işğal dövründə
Բացի Գյանջան, Աղդամը, Բարդան եւ Թարթարը հրետակոծելու մեղադրանքները Ալիևը 3 հերթական անգամ հիշել էր նաեւ Խոջալույի դեպքերը։ ՔՊԱ-ական Հակոբյանը ասում է, հայ բանակցողները կարևորում են այն, թե ինչ է Ալիևը խոսում բանակցությունների սեղանի շուրջ։ Ինքը ինչ որ տեղերում ինչ հայտարարություններ է անում, դա ուղղված է իր ներքին լսարանին, թե ում, սա ինձ թվում է ավելի շատ երկրորդական է եւ կարեւոր է թե բանակցությունների սեղանին ինչ խոսակցություն է գնում։ Իսկ Ալիևի հրապարակային իր լսանի համար արված հայտարարությունների մեծ մասը տեղ չեն գտնում, գերակշռ մասը տեղ չեն գտնում տետատետ խոսակցությունների ժամանակ։ Այս բոլոր դրվագները մինչդեռ հիշատակվում են Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությունների ընթացքում։ Ընդ որում վերջինը նախորդին էր, երբ ըստ ադրբեջանական Ազերթաջի դատավարության ընթացքում Բաքվի զինվորական դատարանը դարձյալ փորձել է ցուցմունքներ ստանալ Գյանջայի ռմբակոծության վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ անդրադառնալով հրապարակումներին, թե Արցախի նախագահը հրամայել է Գյանջա քաղաքը ռմբակոծել, Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե ինքը նման հրաման չի տվել, քանի որ նման լիազորություն չի ունեցել։ Այս դատավարությունների մեկնարկից հետո տարբեր փորձագետներ պնդում են, Բաքուն փորձելու է հայ գերիներից ցուցմունքներ կորզել, հետագայում միջազգային ատյաններում Հայաստանին որպես օկուպանտ եւ ագրեսոր ներկայացնելու համար։ Մի քանի թեմա միջազգային լրահոսից ենք առանձնացրել։ Իրանում եւ Իսրայելում վերջին օրերի ամենահանգիստ գիշերվանից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է տեսակետները, որ ամերիկյան հարվածները չեն կարողացել ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը տասնամյակներով հետ է մղվել։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ զինուժը ոչնչացրեց իրանական միջուկային օբյեկտները։ Մինչդեռ ԱՄՆ հարվածների մասին Պենտագոնի նախնական զեկույցը կասկածի տակ է դնում դրանց հաջողությունը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփն ասել է, որ ամերիկյան հարվածներից հետո Իրանն այս պահին այլևս չի ցանկանում ուրան հարստացնել։ Նրանք ցանկանում են վերականգնվել եւ մենք թույլ չենք տա, որ ուրան հարստացնեն։ Ռազմական ճանապարհով թույլ չենք տա։ Կարծում եմ ի վերջո որոշակի հարաբերություններ կունենանք Իրանի հետ։ ԱՄՆ պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ ամերիկյան հարվածները եղել են անթերի։ Իր իսկ ղեկավարած Պենտագոնի զեկույցը նախնական է։ Ըստ Փիթ Հեքսեթի ցանկացած գնահատական, որն այլ բան է ասում, դա պարզապես ենթադրություն է, որն արվում է այլ նպատակներով։ Հաշվի առնելով 30,000 ֆունտ պայթուցիկ նյութերը եւ այդ զինամթերքի կարողությունը, Ֆորդոյի միջուկային օբյեկտում ավերածություն է եղել։ Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցների տրամադրության տակ էր հայտնվել Իրանի 3 միջուկային օբյեկտներին ԱՄՆ հարվածների մասին Պենտագոնի խիստ գաղտնի նախնական գնահատականը, ըստ որի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչներն ամբողջությամբ չեն ոչնչացվել։ Ընդամենը ծրագիրը ետ է մղվել մի քանի ամսով։ Զեկույցում նաև նշվում է, որ վերգետնյա կառույցներին սահմանափակ վնաս է հասցվել, իսկ միջուկային ցենտրիֆուգները հիմնականում մնացել են անվնաս։ ԱՄՆ նախագահն ասել էր, թե CNN-ը եւ New York Times-ը, որոնք գրել էին Պենտագոնի արտահոսած զեկույցի մասին, կեղծ լուրեր են տարածում, փորձելով նսեմացնել, մեջբերում են պատմության մեջ ամենահաջողված ռազմական հարվածներից մեկը։ Մամուլը շատ անհարգալից է այն մեծ հանճարների եւ հայրենասերների նկատմամբ, որոնք այդ ինքնաթիռները վարել են հսկայական վտանգների միջով, ասել է նա։ Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանն իր հերթին ասել էր, թե կասկածում է, որ ԱՄՆ-ն լիովին ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը։ Ըստ նրա, Թրամփի վարչակազմի անորոշ ձևակերպումները չեն վկայում, որ ԱՄՆ-ն վերացրել է ուրանի հարստացման համար մեծ նշանակություն ունեցող ցենտրիֆուգները կամ միջուկային պաշարները։ Բացի դրանից կան արբանյակային լուսանկարներ, որ արձակումից մի քանի օր առաջ Ֆորդոյի օբյեկտից ավտոմեքենաներով ինչ որ բան են դուրս բերել, ըստ կոնգրեսականի հավանաբար միջուկային պաշարները։ Երբ ասում են միջուկային ծրագիր, ինչ է դա նշանակում։ Նկատի ունեն պաշարները, զենքի պատրաստման կարողությունները, ցենտրիֆուգները, անորոշ եզրույթները կիրառում են, երբ չեն կարողանում հիմնավոր փաստարկներ բերել կոնկրետ բառերով։ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն իր հերթին պնդել է, որ բունկերների պայթեցման համար կիրառվող ամերիկյան ռումբերը հաստատ ոչնչացրել են Ֆորդոյի միջուկային ստորգետնյա օբյեկտը։ Իսկ մյուս երկու օբյեկտների ոչնչացումը, որոնք վերգետնյային առանձնապես դժվարություն չի ներկայացրել, դրանց մինչ այդ հարվածել էր նաև Իսրայելը։ Պենտագոնի զեկույցի արտահոսքը պարզապես դավաճանական քայլ է, ասել է Սթիվ Ուիտքոֆը։ Ինքնին հասկանալի է, որ նման տեղեկության արտահոսքը անպատվաբեր է։ Դա դավաճանական քայլ է, այնպես որ դա պետք է հետաքննվի եւ ով էլ որ դա արել է, ով որ պատասխանատու է դրա համար, պետք է պատասխանատվության ենթարկվի։
Այս ֆոնին Իրանի խորհրդարանը քվեարկել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու օգտին։ Ըստ խորհրդարանի խոսնակի, պատճառն այն է, որ գործակալությունը հրաժարվել է դատապարտել Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա եւ մեջբերում է աճուրդի է հանել իր միջազգային հեղինակությունը։ Մոհամմադ Բաղեր Ղարիբաֆը նշել է, որ համագործակցությունը չի վերականգնվի, մինչեւ չերաշխավորվի միջուկային օբյեկտների անվտանգությունը։ Իսկ Իրանի միջուկային խաղաղ ծրագիրը կշարունակվի ավելի արագ տեմպերով, ասել է նա։ Գործակալության ղեկավարը չի բացառել, որ բարձր հարստացված ուրանի մեծ մասը հարձակման առաջին իսկ օրվանից տեղափոխված լինի այլ վայր։ Ռաֆայել Գրոսին Իրանին կոչ է արել վերականգնել լիարժեք համագործակցությունը, ասելով, որ իրենց տեսուչների վերադարձը Իրանի միջուկային օբյեկտներ այս պահին թիվ 1 առաջնահերթությունն է։ Դա նրա խոսքով հնարավորություն կտա տեղում գնահատել վնասի չափը, հատկապես որ արդեն հայտնի է, որ միջուկային օբյեկտներից մեկի ներսում հարվածների հետևանքով ռադիոակտիվ նյութի շատ փոքր արտահոսք եղել է։ We have the situation that we have and we have to work and to continue. What is clear? Ունենք այն, ինչ ունենք, պետք է աշխատենք եւ շարունակենք։ Համագործակցենք նրանց հետ։ Այնուհետև կարող ենք գնահատել դա 2 ամսվա աշխատանք է, թե 3։ No one can deny. Իսրայելի եւ Իրանի օդային տարածքները դեռ փակ են։ Իրանը հայտարարել է, որ այն փակ կմնա մինչեւ 5 շաբթի, իսկ այս ընթացքում Իսրայելում եւ Իրանում մարդիկ աստիճանաբար փորձում են վերադառնալ իրենց առօրյա կյանքին, գնահատելով 12 օրյա օրինալի պատերազմի ընթացքում պատճառված վնասը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հագայում հանդիպել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ավարտին հայտարարել, թե հանդիպումը չէր կարող ավելի լավը լինել։ Սպիտակ տան ղեկավարի հետ Հագայում 50 րոպե տևած առանձնազրույցը Զելենսկին իր հերթին բովանդակալից է գնահատել, նշելով, որ քննարկվել է կարևոր հարցեր, այդ թվում հրադադարի եւ իրական խաղաղության հասնելու ուղիները։ Բլումբերգն այսօր ավելի վաղ հայտնել է, թե Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ասել է, որ Ուկրաինայում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից եւ ակտիվ գործողություններ է պահանջում։ Զելենսկու հետ հանդիպումից հետո Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ մտադիր է առաջիկայում հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ։ Այսքան այս եթերաժամի համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լուրերը անընդհատ թարմացվում են azatutsun.am կայքում, իրադարձությունները տեղ են գտնում մեր սոցցանցի էջերում, Facebook-ում, Telegram-ում, նաև Instagram-ում, հետևեք մեր աշխատանքին եւ եղեք տեղեկացված, հաջողություն։